Բարի օր, ձեզ հետ Կարինեն է։ Մենք սկսում ենք ուսումնասիրել մեր սոթընկերության ատամնաբուժական կլինիկայի կառավարման ծրագրի գործառույթները։ Այսօր խոսելու ենք ծառայությունների և ծառայությունների խմբերի մասին։ Նոր ծառայություն ստեղծելու համար պետք է սեղմել տեղեկատուներ, ծառայություններ, պատուհանը։ Բացված պատուհանը բաղկացած է երկու մասից։ Ձախ հատվածում մենք կարող ենք ստեղծել ծառայությունների խմբերը իրենց ենթախմբերով։ Իսկ աջ մասում կարող եք տեսնել ամեն խմբում եղած ծառայությունների տեսակները։ Այստեղ կարող եք տեսնել նաև գործիքների վահանակը։ Նոր խումբ ստեղծելու համար պետք է սեղմել նոր խումբ կոճակը։ Բացված պատուհանի առաջին դաշտում կարող եք մուտքագրել ծառայության կոդը։ Սակայն եթե կոդավորում չեք օգտագործում, ապա այս դաշտը կարող եք դատարկ թողնել։ Մյուս դաշտում մուտքագրում ենք մեր գլխավոր խմբի անվանումը, օրինակ ապահովագրություն։ Վերջում սեղմում ենք գրանցել կոճակը, և ստեղծված ծառայության խումբը կպահպանվի, որից հետո այն կհայտնվի խմբերի ծառում, որպես գլխավոր խումբ։ Նոր ենթախումբ ստեղծելիս այն պետք է գցել որևէ գլխավոր խմբի։ Օրինակ ապահովագրություն խմբինքից ծառայության խումբ ստեղծելու համար նշում ենք ապահովագրության խումբը և սեղմում նոր ենթախումբ հրահանգը։ Անկախ նրանից, թե որ մակարդակի խումբ եք ստեղծում, խմբի գրանցման պատուհանը նույնն է։ Մուտք ենք անում կոդը, ենթախմբի անվանումը և սեղմում գրանցել։ Խմբերը իրենց ենթախմբերի հետ միասին ծառի տեսք ունեն և կարող եք մի քանի ճյուղ ավելացնել։ Խմբագրել, դիտել և հեռացնել կոճակները սեղմելիս կկարողանեք համապատասխանաբար խմբագրել, դիտել ու հեռացնել ծառայության խմբերը։ Երբ խմբերի ծառը պատրաստ է, կարող ենք մուտքագրել ծառայության տեսակները։ Դրա համար ընտրում ենք խումբը, որում ներառվելու է մեր ծառայությունը, որից հետո պատուհանի աջ հատվածում կարտացոլվեն այդ խմբում առկա բոլոր ծառայությունները։ Եկեք ապահովագրության մեջ ավելացնենք նախազննում ծառայությունը։ Դրա համար նշում ենք ապահովագրություն խումբը ծառում։ Աջ հատվածը կհայտնվի դատարկ, քանի որ դեռ ոչինչ այս ենթախմբում չենք ստեղծել։ Այժմ սեղմում ենք նոր հրահանգը։ Բացված պատուհանն ունի 3 ներդիր՝ հիմնական, պրոցեդուրաներ և ծախսեր։ Եկեք անցնենք հիմնական պատուհանին։ Խմբեր դաշտում ավտոմատ կերպով երևում է ծառայության այն խումբը, որն ընտրել ենք ձախ մասում։ Սակայն եթե ցանկանում եք փոխել խումբը, բացվող ցանկից կարող եք ընտրել անհրաժեշտ խումբը։ Եթե ցանկանում եք կոդավորել ծառայության տեսակներ և տարբերակել իրարից, լրացրեք կոդ դաշտը։ Այս դաշտը պարտադիր դաշտ չէ և կարող է չլրացվել։ Լրացնում ենք չափման միավորը, այսինքն ինչ չափման միավորով է հաշվարկվում։ Եթե ցանկանում եք նոր չափման միավոր ավելացնել, ապա մկնիկի աջ սեղմումով բացվող ցանկից ընտրեք ավելացնել հրահանգը։ Անվանում դաշտում լրացնում ենք ոչ պաշտոնական անվանումը։ Իսկ փաստաթղթային անվանում դաշտը լրացնում ենք, որ հետագայում հաշիվ ապրանքագրերի վրա հենց այդ անունը երևա և կտարանջատեք խոսակցական անունից։ Ռուսերեն և անգլերեն անվանումներն օգտագործվում են, եթե ձեր այցելուն օրինակ օտարերկրացի է, և հայերեն լեզվով գրված ծառայության տեսակն իր համար անհասկանալի է։ ԱԱՀ հաշվարկման ձևը։ Բացվող ցանկից ընտրում ենք համապատասխան տարբերակը, հարկային կոդը, եթե առկա է, և ինքնարժեքը։ Եթե ակտիվ ծառայություն է, ապա ակտիվացնում եք։ Եթե արդեն չեք օգտագործում տվյալ ծառայությունը, ապա ակտիվացնում եք, որպեսզի հավելել չծանրաբեռնեք ծառայությունների ցանկը։ Ծառայության նշագրիչներ մենյուն ստեղծվել է ատամնաբուժական ծառայությունների համար։ Ատամնաշարի վրա պետք է նշել, թե ատամի որ հատվածն եք արձանագրել, և նոր ծառայություն ստեղծելիս ծրագիրը հասկանում է, թե տվյալ ծառայությունը ընտրելիս ատամնաշարի որ հատվածի վրա պետք է նշագրում կատարվի։ Նշագրումների տեսակները հետևյալն են։ Նշագրիչների մասին ավելի մանրամասն իմանալու համար դիտեք հետազոտություն ախտորոշում տեսանյութը։ Ցանկացած ծառայություն կարող է իր գույնն ունենալ, և ըստ գունավորումների կարող եք տարանջատել ծառայությունների տեսակները։ Օրինակ, կարիեսի պլանավորման գույնը կանաչ է, իսկ բուժման գույնը կարմիր։ Կամ եթե ուզում եք այցելուի ատամը հեռացնել, ապա անգույն գույնը նշեք, և ծրագիրը տվյալ ատամը կհեռացնի ատամնաշարից, ոչ թե կգունավորի։ Բոլոր գործողությունները կատարելուց հետո սեղմում եք պատուհանի ներքևի մասում գտնվող գրանցել կոճակը, և տվյալները թարմացված են հաղորդագրությունից հետո նոր ծառայությունը կհայտնվի տվյալ ծառայության խմբերի ցուցակում։ Այսօր այսքանը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայք, իսկ հարցերն ու առաջարկներն ուղղեք մեր էլեկտրոնային հասցեին։ Մաղթում եմ ձեզ հաջողակ օր։